Վարդան Ղուկասյանը խոսել է իր կուսակցության հետ, ինչ է ասել նա։ Եվ ինչ է սպասվում նման գործով ձերբակալվածներին ըստ Միացյալ Նահանգների օրենսդրությամբ։ Նախ սկսենք նրանից, որ ԴՕԿ կուսակցությունը քիչ առաջ տարածեց հետևյալ հայտարարությունը։ Սա լսենք եւ շարունակենք։ Հարգելի հետորդներ, վերջին շրջանում որոշ մարդիկ փորձում են շահարկել Վարդան Ղուկասյանի անունը, պառակտելով ԴՕԿ կուսակցությունը վարկաբեկելով նրա նախագահին։ Նրանք հատել են բոլոր սահմանները, առաջնորդվելով անձնական շահերով։ Հստակ նշում ենք. Վարդան Ղուկասյանն ամեն ինչից տեղյակ է, առանց նրա հետ խորհրդակցելու մենք որևէ որոշում չենք կայացնում։ Մեր բոլոր քայլերը համաձայնեցված են նրա հետ։ Շուտով նա ուղիղ եթերում կպատասխանի բոլոր հարցերին։ Մենք էլ կբացենք բոլոր փակագծերը, որպեսզի վերջնականապես պարզ դառնա իրականությունը։ Նրանք, ովքեր շարունակում են ապատեղեկատվություն տարածել կամ դիտավորյալ անտեսում են այս ուղերձը, պետք է գիտակցեն նրանց փորձերը դատապարտված են ձախողման։ Իսկ նրանք, ովքեր չեն ցանկանում հետել մեր էջին, ազատ են հեռանալու։ Մենք ոչ ոքի չենք ստիպում։ Մնաց ընդամենը 2 օր։ Մի տրվեք սադրանքներին, սպասեք իրական փաստերին։ Ըստ այս հայտարարության կարելի է եզրակացնել, որ մարտի 10-ին, այսինքն 2 օրից լինելու է վճռորոշ դատ։ Նրանք հույսով են, որ Վարդան Ղուկասյանը կարող է ազատ արձակվել։ Սակայն ինչ են թելադրում Միացյալ Նահանգների օրենքները, կարևորը սա է, քանի որ Ղուկասյանի ճակատագիրը կախված է նրա դատավորից։ Եթե նա ձերբակալվեր որպես ուղղակի միգրանտ, դա շատ ծանր չէր լինի եւ հնարավոր կլիներ փաստաբանների միջոցով պայքարել եւ մնալ Միացյալ Նահանգներում։ Սակայն կա Հայաստանից ուղարկման արտահանձնման պահանջ, կան հարուցված քրեական գործեր եւ իհարկե Վարդան Ղուկասյանի վրա շատ մեծ ճնշում են գործադրում իր իսկ եթերները, որտեղ կան սպառնալիքներ, հայհոյանքներ եւ սենսացիոն հայտարարություններ, որը ծանրացնում է նրա վիճակը։ Իհարկե դատավորը ամեն ինչ հետաքննելու է։ Թարգմանելու են իր մի քանի եթեր եւ լսեն, հասկանալու համար, դա խոսքի ազատությունը, թե վիավորանք այլ անձանց հանդեպ։ Միացյալ Նահանգներում խոսքի ազատություն է, բայց իհարկե ոչ այս աստիճանը։ Վարդան Ղուկասյանի հայհոյանքները նրան տվեցին հանրաճանաչություն, բայց միևնույն ժամանակ նա հիմա դատարանում է հենց դրանց պատճառով։ Իսկ ինչ է լինում նման դեպքերում, մեր հարցին կպատասխանի արհեստական բանականություն։ Վարդան Ղուկասյանի գործը ԱՄՆ-ում կանցնի մի քանի փուլերով, քանի որ նրան մեղադրում են 2 տարբեր ուղղություններով՝ միգրացիոն խախտումների համար ԱՄՆ-ում եւ Հայաստանի պահանջով քրեական գործի հիման վրա արտահանձնման հնարավորության հարցով։ 1. Միգրացիոն խախտումների գործը, ԱՄՆ-ի ներքին գործը։ Եթե դատարանը որոշի, որ Ղուկասյանը ապօրինի է մտել կամ կեղծ փաստաթղթերով է գտնվել ԱՄՆ-ում, նրան կարող են արտաքսել։ Սակայն եթե նրա փաստաբանները կարողանան ապացուցել, որ նա քաղաքական հետապնդման է ենթարկվում, Ղուկասյանը կարող է ստանալ ապաստանի հնարավորություն, ինչը կբարդացնի արտաքսումը։ 2. Հայաստանի պահանջով արտահանձնման գործը։ ԱՄՆ դատարանը պետք է որոշի, արդյոք նրան արտահանձնել Հայաստանին։ Եթե դատարանը գտնի, որ մեղադրանքները քաղաքական բնույթ ունեն, նա չի արտահանձնվի։ Եթե որոշեն, որ մեղադրանքները իրավական հիմք ունեն եւ չեն վերաբերում քաղաքական հետապնդմանը, ապա արտահանձնումը կարող է իրականանալ։ 3. Ապաստանի հայտի հնարավորությունը։ Եթե Ղուկասյանը կարողանա ապացուցել, որ Հայաստանում իրեն սպառնում են քաղաքական հետապնդման հիման վրա, ապա նա կարող է դիմել ԱՄՆ-ում ապաստան ստանալու համար։ Այս գործընթացը երկարատ է եւ կարող է տել մի քանի տարի։ 4. Ինչ սպասել առաջիկայում։ Մարտի 10-ին նշանակված նիստում դատարանը կքննարկի ապացույցները, որոնք կարող են ապացուցել նրա նկատմամբ քաղաքական հետապնդումը։ Եթե դատարանը չհաստատի արտահանձնման օրինականությունը, նա կարող է մնալ ԱՄՆ-ում, բայց միգրացիոն կարգավիճակի հարցը դեռ պետք է լուծվի։ Եթե արտահանձնման որոշում կայացվի, Ղուկասյանը կկարողանա բողոքարկել, ինչը կարող է տել ամիսներ կամ տարիներ։ Այս գործը մեծ ուշադրություն է գրավելու հատկապես Սփյուռքի միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, որոնք կարող են ազդել գործընթացի վրա։ ԴՕԿ կուսակցությունը հրատապ դիմել է Ամերիկայում ապրող հայերին։ Հայ հայտնիները շունչ քաշեցին։ Անհայ բաժանորդի նամակը հանրությանը։ Վարդան Ղուկասյանի եւ հայ հայտնիների միջև եղածը ոչ ոք չի կարող մոռանալ, երբ ԴՕԿ-ի ահից մեկ մարդու նման սթորիներ արեցին եւ դատապարտեցին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այն բանի համար, թե իբր նա կասկածի տակ էր դրել ցեղասպանությունը։ Մինչև Հայաստանի վարչապետը այս մասին իր խոսքը կասեր, Լոս Անջելեսում ապրող եւ արարող մեր շատ սիրելի արտիստները, իրար հերթ չտալով կատարեցին Վարդան Ղուկասյանի պահանջը եւ ֆլեշմոբ արեցին, որպիսի երևի թե քֆուր չուտեն։
Բայց այսօր Վարդան Ղուկասյանը ունի իրանց կարիքը, որևէ մեկը չի հիշատակում դրա մասին, սա խոսում է նրա մասին, որ իրենք ցեղասպանության մասին հակաիշխանական հայտարարություն արեցին։ Ընդորում մեկը չուզեց ճշտի հասկանա ինչա կատարվում եւ հետո իր հայտարարությունը անի։ Եվ բոլորը միանման տեքստեր տարածեցին։ Ամենևին թող չթվա, թե ես իշխանամետ եմ, ուղղակի իմ կարծիքով դա ուրախացրեց միայն թուրքին։ Եվ ելի եմ ասում, քանի որ դոկը ատել էր, որ հայհոյելու էր, լսել են ու մեկ մարդու նման լոսից տակ ու կուշտ տեղից դատապարտել Թուրքիային ու Հայաստանին։ Վարդան Ղուկասյանի աջակիցը չեմ, հակառակը դատապարտում եմ նրա հայհոյանքները, սակայն եթե նա այսօր սա տեսներ, մի լավ կհայհոյեր։ Տեսնելով, թե կար հայհոյանքի սպառնալիք իրեն լսում են, չկա հայհոյանքի սպառնալիք նրանք արագ մոռանում են և հանգիստ շունչ են քաշում։ Դե էդ, որ միացել էիք դոկին, այսօր ապրելով Ամերիկայում սաղ երազում եք նրան դատեն, մեկ չաջակցեց։ Եվ կրկին վերադառնում ենք նրան, որ Փաշինյանի ասածը երևի թե ոչ մեկ չէր լսել, ուղղակի, որ դոկը չհայհոյի, արագ սթորիներ արեցին, ուրախացնելով Թուրքիային։ Հիմա բացատրեմ, թե Թուրքիան ոնց կարող էր ուրախանալ, փաստացի խոսելով նրա մասին, որ դուք դեմ եք ցեղասպանության ժխտմանը, դուք արդեն իսկ դրանով կասկածի տակ եք դնում դա, քանի որ ոչ մեկ դա չէր ժխտել և չէր կարող ժխտել։ Անգամ ասեմ, որ ցեղասպանության ժխտումը Հայաստանի օրենսդրությամբ քրեական հանցագործություն է։ Փաշինյանը այս առիթով ասել է. Փաշինյանն ասաց, որ ցեղասպանությունը ոչ միայն անհերքելի է, այլև մեր ինքնության մասն է, ցեղասպանության ժխտումը նշանակում է չճանաչել սեփական ժողովրդի ինքնությունը։ Շոու բիզնեսի աստղերի այս գործողությունները հիշեցրեց Սերժ Սարգսյանի ժամանակները, երբ աստղերը Ռիտայի օգնությամբ էին դառնում աստղ և սարսափում էին իշխանություններից, իսկ հիմա սարսափում են Վարդան Ղուկասյանից, որ հանկարծ չհայհոյի և դա չազդի իրենց ռեյտինգի վրա։ Հայ հայտնիները լեզու ձեռք բերեցին 2018 թվականին և թող մեկը կանգնի ու ասի, որ դա այդպես չէ։ Նրանք որպես մարդ խոսել են միայն այս իշխանության օրոք, նրանք կարծիք ունեցել են միայն այսօր։ Եվ վատը այն է, որ իրենք չեն գնահատում իրենց ազատությունը և շատերը շարունակում են վախից դրդված մնալ նախկին իշխանության փեշերի տակ, միգուցե այդ ահից է, որ հրաժարվեցին Ամերիկայում գտնվելով հանդերձ չեն աջակցում այն մարդուն, ում խոսքերին հետևում էին։ Վարդան Ղուկասյանը եթե ազատ արձակվի, անպայման հիշելու է, թե ով է։ Անհայտ բաժանորդը գրում է. Օբյեկտիվ հայացք Վարդան Ղուկասյանի գործով։ Դեռևս 2022 թվականին Նիկոլ Փաշինյանը այսպիսի հրամանով դիմեց Ազգային անվտանգության ծառայությանը. Տեսնում ենք, որ ինչ-որ կասկածելի անձին կարող են կասկածելի տեղեկություններով սպառնալիքներ ստեղծեն երկրի ազգային անվտանգության համար, ժողովրդավարություն, խոսքի ազատություն, ամեն ինչ հասկացանք, բայց այլասերվածներին պետք է թույլ չտալ այլասերվածություն մտցնել, ակնկալում ենք, որ իրավապահ համակարգը, ազգային անվտանգության ծառայությունը շատ կոնկրետ մեթոդներ և միջոցներ ձեռնարկի, հայտնաբերելով այդ թվում համագործակցող անձանց, որովհետև դա գործակալական ցանց է Հայաստանի Հանրապետությունում, ազգային անվտանգության ծառայությունը վերջին շրջանում շատ մեծ հաջողություններ ունի գործակալական ցանցեր բացահայտելու առումով, բայց կարծում եմ, գործակալական ցանցերի հետ մեր խնդիրները չեն կարգավորել, պետք է այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել, ասաց Փաշինյանը։ Մամուլում սա ընկալվեց ուղիղ ակնարկ Վարդան Ղուկասյանի մասին, սակայն վարչապետ Փաշինյանը իր խոսքում որևէ անգամ նրա անունը չի հիշատակում։ Այսօր